Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ կից օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերին համանուն տալու մասին հարցազեկուցող արտադրության նախարար Կարեն Անդրեասյան, խնդրեմ պարոն Անդրեասյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Հայաստանի օրենսդրության գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները։ Արդյունքում լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը։ Օրենքների նախագծով սահմանվում է հայցողական կարգավորում, այսինքն կողմերն են որոշելու իրենց ցանկությամբ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ, այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա ինչ-որ սահմանափակում է լիզինգով, ասենք ավտոմեքենա ձեռք բերող քաղաքացու համար, բայց սա հակառակ էֆեկտը կարող է ունենալ, որովհետև լիզինգատուները, այսինքն այն կազմակերպությունները, ովքեր հնարավորություն են տալիս մարդուն լիզինգով մեքենա ձեռք բերել, իրենք կկարողանան իրենց հայեցողությամբ եւ նաեւ գնորդի հայտ համաձայնությամբ այնպիսի ավելի ապահով պայմաններ ունենալ, որպեսզի կարողանան շատացնել այս շուկան, հարստացնել այս շուկան եւ ավելի շատ մարդկանց հնարավորություններ ընձեռել։ Այսինքն ամփոփելով կարող եմ ասել, որ այս օրենքի նախագիծը ճիշտ է կարող է այսպես համատարած էֆեկտ չունենալ քաղաքացիների համար, բայց սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ուզում են լիզինգով ավտոմեքենա ձեռք բերել, որպեսզի ստանան ավելի շատ հնարավորություններ եւ առաջարկներ։ Խնդրում եմ հաստատել։ Հարգելի գործընկերներ, այս օրենքի վերաբերյալ հետևյալ պարզաբանումը ժամանակակից աշխարհում ընդունված է, որ մարդիկ սովորաբար մեքենաները, տեխնիկան ամեն ինչը ձեռք են բերում ապառիկ։ Այսինքն այդ կուլտուրան, որ ենթադրեմ մեքենան արժի 5 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ վճարում են եւ մեքենան վերցնում դրանով պատմությունն ավարտվում է, արդեն անցյալում է։ Բայց մենք ինչ երևույթի հետ գործ ունենք, մենք ահազանգեր կան եւ կոնկրետ դեպքեր կան, երբ որ չվճարված մեքենաները հանրապետությունից դուրս են բերվում եւ անհետանում են եւ ըստ էության պարտքերը մնում են չվճարված։ Եվ պարոն Անդրեասյան, դուք խոսցիք այդ մասին, կարող է թվալ, թե սրանով մենք ուզում ենք, այսպես ասած, վաճառողների շահերը պաշտպանել, բայց իրականում հակառակն է, որովհետև մենք ուզում ենք ձեռքբերողների հնարավորություններ ընդլայնել, որովհետև երբ որ մենք ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա, մենք ավելի լայնացնում ենք ձեռքբերման հնարավորությունները, որովհետև որևէ մեկին մեքենա այդ կարգով վաճառելիս արդեն կարիք չկա 10 անգամ մտածել վաճառեմ, թե չվաճառեմ, բա որ այսպես լինի, բա որ այնպես լինի։ Դրա համար ես կարծում եմ իրականում այս օրենքը կունենա էֆեկտ, որովհետև դաշտը ավելի կազատականացվի, ընդհանուր չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև մենք ռիսկը պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժին վերցնում ենք մեզ վրա եւ հետեւաբար տնտեսվարողներին թույլ ենք տալիս ավելի չլարված պայմաններում աշխատել։ Խնդրեմ, պարոն Գրիգոր։ Այո, պարոն վարչապետ, եւ տոկոսադրույքների վրա ազդեցություն կունենա։ Մենք միշտ պետք է մի բան հիշենք, ինչքան մենք զսպում ենք փոխատուի ռիսկերը, այդքան տոկոսադրույքը նվազում է։ Սա ակնհայտ է եւ այդ իմաստով նույնիսկ սրա թաքնված էֆեկտները մենք չենք զգալու, բայց մի օր կտեսնենք, որ լիզինգի տոկոսադրույքը նվազեց։ Եվ նաեւ այս պատճառով, որովհետեւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ ցանկացած վատ դեպքի համար վճարում է բարեխիղճ վարկառուն, որովհետև այն մարդը, որը գրավի առարկան տարեդա Վրաստանում օտարել է, որպես պահեստամաս, իր այդ ռիսկի դիմաց վճարում է բարեխիղճ վարկառուն կամ բարեխիղճ լիզինգառուն։
Շատ լավ է, որ մենք գրավի համար սա արդեն ես հիշում եմ, որ այս կարգավորումը արդեն արված է, լիզինգի համար էլ եթե անենք, դա նշանակում է, որ տնտեսավարողների, մասնավորապես դուք ասացիք ֆիզիկական անձանց, բայց կա նաև տնտեսավարողների հարցը եւ տնտեսավարողների պոտենցիալ փոխարու միջոցների տոկոսադրույքի նվազման հնարավորությունը, որը կարծում եմ այս լուծումով այդ արդյունքի էլ կհասնենք։ Շնորհակալ եմ, այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է։